օրերին տեղի ունեցած գործողությունները, հա, հոգևորականների նկատմամբ, եթե հետևել եք, ինչպես գնահատեք, ինչպես եք վերաբերվում առհասարակ այս երևույթին, որը կարծես ավանդույթ է դառնում։ Նախ շատ չեմ հասցրել հետևել, երկրորդը միայն մի քանի կադր եմ տեսել քննչական կոմիտեի տարածած տեղեկատվությունից։ Ես կարծում եմ ավանդույթ կամ այլ արտահայտությունները այստեղ տեղին չեն։ Կարծում եմ այսօր ավելի մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի արդեն պաշտոնական, բայց երեկվա կադրերն էլ ճիշտն ասած շատ անսպասելի էին եւ կտեսնենք Ինչ առումով անսպասելի, որ օրինակ կոտրում էին դուռը, հա, առաջնորդարանի։ Ես կոտրելու դռան նման բան չեմ տեսել, ես ասեցի ինչ է։ Ես ասացի, որ տեսել եմ մի քանի կադրեր քննչական կոմիտեի կողմից տարածված գումարներ եւ այլն, որևէ բան չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ այս պահին այդքանն է հայտնի, բացի դրանից այդ տեղեկատվությունից այլ բան հայտնի չէ։ Ավելացնելու բան չունեմ։ Կտեսնենք ինչ կասեն իրավապահ մարմինները։ Մասնագիտությամբ իրավաբան, եթե չեմ սխալվում, ինչպես է օրինակ գնահատում, որ հոգևորական եւ առասարակ մի կողմ թողնենք հոգևորականը քաղաքացուն առասարակ բերման է ենթարկվում եւ նրա գտնվելու վայրը մի քանի ժամ հայտնի չէ, այդ թվում փաստաբաններին։ Այս երևույթին ես վստահ չեմ այն հարցադրման մասով, որ դուք անում եք, որ այդպես է, այդպես չի, նորից եմ կրկնում։ Մի կողմ թողնենք այդպես է, այդպես։ Եթե մարդուն օրինակ բերման ենթարկվում եւ քննչական մարմինները եւ ընդհանրապես իրավապահ մարմինները գործում են ըստ շատ խիստ սահմանված ընդհանրակարգի եւ այդ ընդհանրակարգը նկարագրված է մեր բոլոր քաղաքացիները ունեն պաշտպան ունենալու իրավունք եւ այլն։ Ես կարծում եմ այստեղ Հայաստանում իրավունքների պաշտպանության մասով որևէ մեկը խոչընդոտ խնդիր չունի։ Այսքանը։ Ես քրեական իրավունքի մասնագետ չեմ, որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ։ Նման պրակտիկա, որ կարող է մարդու գտնվելու վայրը մի քանի ժամ անհայտ Ես պատասխանեցի ձեր հարցին, կարծում եմ ամբողջովին։ Եվ հարցեր, հա, քանի որ այդ կադրերը հրապարակել են, դուք ասացիք, տեսել եք, հա, քննչական կոմիտեի օրինակ զարդեր, գումարներ։ Հիմա օրինակ հարց է առաջանում եւ օգտատերերն էլ գրում են, հա, ասում են իշխանության ցանկացած ներկայացուցիչ տունը, որ այսօր խուզարկեն, դրանից պակաս բան կգտնեն։ Նախ Հայաստանի Հանրապետությունում անկախ անձը իշխանության ներկայացուցիչ է, անկախ հոգևորական է, անկախ նույնիսկ բիզնեսմեն է, թե ուսուցիչ է, նրա նկատմամբ քննչական գործողությունները իրականացվում են հավասարապես եւ ես ուզում եմ հիշեցնել, որ նույն հենց իշխանության ներկայացուցիչների հետ կապված բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, ելի անձինք կան, որոնք որ տարվել են ուրեմն հարցաքննության եւ այլն եւ այստեղ ընդգծելը անձի թե մասնագիտությունը, թե կարգավիճակը, թե այլ բաները կարծում եմ տեղին չէ։ Նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետությունում օրենքի առաջ բոլորը հավասար են, այդ թվում թե ուրեմն ուսուցիչը, թե նախարարը, թե հոգևորականը եւ թե այլ ցանկացած անձ։ Դուք միանալու եք հոգևոր հավաքի Նիկոլ Փաշինյանի հրավիրած Էջմիածնի Ես այդ մասով պատասխանները տվել եմ արդեն։ Լրացնելու բան չունեմ, երբ որ այդպես է հարցեր չեն տալիս։ Դուք հարցը տվեցիք, ես պատասխանեցի։ Ես էլ ասացի պատասխանել եմ այդ հարցին։